Հայաստանից արտահանման խնդիրը քաղաքական մակարդակում լուծված է։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո կառավարության նիստին նշեց վարչապետը։ Հիմա մնում է պրակտիկ մակարդակում դա մենք կարողանանք լուծել, դա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների, մեր միջազգային գործընկերների անելիքը չի։ Մեր անելիքն է, մենք պետք է շատ ակտիվ աշխատենք։ Դիմելով փոխվարչապետ Գրիգորյանին վարչապետը խնդիր դրեց առանց ժամանակ կորցնելու աշխատել գերատեսչությունների հետ ստեղծված հնարավորությունը լիարժեք օգտագործելու համար։ ԵՄ հանձնաժողովի որոշմամբ որոշակի ապրանքախմբեր Եվրամիություն կարտահանվեն եւ կներկրվեն առանց մաքսատուրքի ազատ առևտրի ռեժիմով։ Որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը ժամանակ կպահանջի, քանի որ անդամ երկրները պետք է որոշումներ կայացնեն եւ Եվրոպական խորհրդարանը ընդունի բանաձև։ Այս որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որ բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը եւ բիզնեսը պետք է սովորի ինչպես օգտվել մեխանիզմներից։ Ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է։ Եվրամիության գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն աջակցելու բիզնեսին կադրերի պատրաստման հարցում, ովքեր կլինեն տեղեկացված լեզվի իմացությունից մինչև օրենսդրության իմացություն, կիրազեկվեն ինչպես են աշխատում մեխանիզմները։ Սա շատ էական եւ շրջադարձային պահ է, որովհետեւ Եվրոպական միության 450 միլիոնանոց շուկան, որը բարձր գնային սեգմենտի շուկա է եւ որը բայց նաեւ բարձր ստանդարտների շուկա է, կներեք բանով մենք չենք կարա Եվրամիություն դույլով ծիրան տանենք, չենք կարա։ Եվ սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք եւ վերջո լավ առիթ է, որ մենք նաեւ մեր սննդի, մեր ստանդարտները, որ մենք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։ Պետական կառավարման հատվածում լուրջ բարեփոխումների փուլում վարչապետի խոսքով հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային։ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել, որ բարեփոխումների հայեցակարգը ընդունել է նաև հանրությունը, որովհետև տեսանելի են դարձել պատճառահետևանքային կապերը։ Ինչպես մենք պետական կառավարման համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելով կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին, որ կարող է արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, որը կարող է արտահայտվել թոշակների բարձրացման համակարգով, որը կարող է արտահայտվել անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ, եւ մենք հիմա առավել եւս հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները պետք է մի հատ ռեստարտի ենթարկենք, թարմացնենք։ Վարչապետը անհրաժեշտ համարեց խնդիրը լուծել նաև տեղական ինքնակառավարման ոլորտում, ներդնելով կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ։ Կարգավորումը համարեց անհետաձգելի, որ հունվարից համակարգը դիմերում աշխատի։ Օրակարգային հարցը վերաբերում էր վարորդական վկայականի ստացման կարգին։ Պարեկները հանդիպում են ճանապարհներին այնպիսի անձանց, ովքեր որ պլատֆորմով երևում են հոգեկան առողջական խնդիր ունեցող կամ թմրաբանական հաշվառում են ունեցել, բայց մինչ այդ պահը որևէ ձևով հասանելի չի դարձել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը տեղեկատվությանը, իսկ այս պայծրությամբ արդեն ավտոմատ ամբողջովին տվյալները կթվայնացվեն անընդհատ, Արմեդում երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա եւ կարմիր ազդանշանի չակերտավոր ասված հայտնաբերման դեպքում ավտոմատ կդադարի իրավունքը։ Թվայնացում երբ որ դիմադրությանը հանդիպում նաեւ այս կոռուպցիոն համակարգերի պատճառով է, որտեվ մարդը այն թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում բանա, ինքը ծայրահեղ ծանր հիվանդ է, ասենք ենթադրենք բանի ֆինանսների նախարարությունում ինքը կատարյալ առողջ է, սոցիալ նախարարությունում ինքը պատերազմի վետերան է, եւ դա չի երևում, ոչ միտեղ չի համադրվում։ Ունենք դες դեպքեր, ինչի եք ծիծաղում։ Թվայնացումը բերում է նույն դաշտի վրա։ Տեսական քննության դրական արդյունքի դեպքում գործնականին մասնակցելու 1 տարի ժամկետը կփոխարինվի 2 տարով։ Քննական թեստերում կընդգրկվեն բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերող հարցեր, որոնց համար հանձնում են քննությունը։ Այսինքն թեթև մարդատարների համար նախատեսված վարելու իրավունքի քննական հարցաշարում չեն ներառվի օրինակ ավտոբուս կամ բեռնատար վարելու վերաբերյալ հարցեր։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Փոփոխեցինք վարորդական իրավունքի ձեռքված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը։ Եվ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչև 1 տարվա ընթացքում։ Կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։
պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական турքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ Վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին։ Վարչապետը կարևոր համարեց ճանապարհային երթևեկության անվտանգությանը ավելի մեծ ուշադրությունն ու սկզբունքային դիրքորոշում ունենալը, հաշվի առնելով, որ խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Ամիսներ առաջ նախարարին հանձնարարել են, որ մենք անընդհատ աշխատենք, որպեսզի այդ տեստերը, իրանց որակը, հարցերը, քննությունների ընթացքը բերենք տրամաբանական ճիշտ վիճակի, որ մեր անվտանգության համար մեզ անհրաժեշտ ստանդարտից ոչ մի միլիմետր ներքև չլինեն, բայց տրամաբանության շրջանակներից էլ դուրս չլինեն։ Պետությունը մասնավորի հետ գործակցությամբ կընդլայնի նախադպրոցական կրթության ծառայությունների ցանցը։ Քաղաքներում, որտեղ համայնքային նախակրթարանների բացակայության եւ հերթերի պատճառով երեխաները չեն ընդգրկվում հաստատություններ, 5-ից 6 տարեկանների համար այդ ծառայությունները կպատվիրակվեն մասնավորին։ Ներկայացրել ենք այսօրվա որոշման նախագիծը, որը նախատեսում է փորձարկել ֆինանսավորման նոր մոդել մասնավոր նախադպրոցական ծառայությունները խթանելու համար եւ ըստ էության ներդնել մեկ երեխայի ֆինանսավորման մեխանիզմ պետության եւ համայնքի ֆինանսավորմամբ։ 500 մանկապարտեզ կառուցել վերակառուցելու ծրագրի շնորհիվ 2025-ի տվյալով նախադպրոցական կրթության համակարգում 3-ից 5 տարեկանների ընդգրկվածությունը 81% է, 2021-ի 64.3%-ի համեմատ 17%-ով ավելի։ Չնայած դրան քաղաքներում դեռևս մտահոգիչ է, մինչև դպրոց գնալը հերթերի պատճառով մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը։ Խթանում ենք ներդրումները, մասնավոր ներդրումները կրթության ոլորտում, որը մեզ համար շատ կարևոր եւ էական մի ուղղություն է եւ իհարկե մենք այլ ծրագրեր նույնպես մտածում ենք եւ մասնավորապես հանրակրթության ոլորտում էլ մտածում ենք, թե մենք ինչպես կարող ենք նաև մասնավոր հատվածի շահագրգռությունները եւ ներդրումային հետաքրքրությունները մեծացնել։ Քանի որ նախատեսված է, որ ֆինանսավորումը այս դրամաբանությամբ կաշխատի 27 թվականի սեպտեմբերի 1-ից, ծնողները նախապես են պլանավորում իրենց երեխաների նախադպրոցական կրթությունը, սա նշանակում է, որ առաջին հերթին իրենք պետք է առնվազն այս աշնանը հերթագրեն իրենց երեխաներին եւ եթե տարվա ընթացքում երեխաները որևէ համայնքային նախադպրոցական հաստատությունում չստանան տեղ, ապա արդեն շահառու կլինեն։ Նախատեսվում է ընդլայնել նաև մարզերում դպրոցահասակ երեխաների լողի, դահուկային սպորտի եւ հրաձգության մարզաձևերով զբաղվելու հնարավորությունները, այդ թվում մասնավոր շահագործվող մարզական ենթակառուցվածքների միջոցով։ Իրավաբանական անձանց ամենամսյա վճարումները կարվեն երեխաների հաճախումների արդյունքներով։ Սկզբից կենտրոնացանք լողավազանների վրա ծրագիրը փորձարկելու համար եւ ոնց որ թե դժգոհ չենք արդյունքներից։ Վերջին մրցաշարում տեսանք, որ մարզերից կան երեխաներ, ովքեր այս ծրագրով գնացել են, սկսել են լողով զբաղվել եւ հիմա առաջին քայլերն են անում։ Եվ երբ որ այդ գոհունակության որոշակի զգացում եղավ, ասենք իսկ ինչու նույնը չենք կարող անել այլ ենթակառուցվածքների դեպքում, օրինակ կան մասնավոր հրաձգարաններ կամ այլ մարզաձևեր, որտեղ կա մասնավոր ենթակառուցվածք եւ նման հնարավորություն կա։ Քրեական ենթամշակույթի մասին ենք խոսում, թմրանյութերի մասին ենք խոսում, առողջ ապրելակերպի, այդ երեխան որտեղ առողջ ապրելակերպով զբաղվի։ Եթե հեծանիվ քշելու ճանապարհ չկա, հեծանիվ չկա, լողավազան չկա, մարզադպրոց չկա, խաղահարապարակ չկա, այս չկա, այն չկա, այն չկա, մնում է բանը մնում է չգիտեմ, ինչ որ դատարկ տարած, որ ով ինչով ասես լցնում է։ Այս ծառայությունները մենք երեխաներին պետքա մատուցենք, որովհետև դա առաջին նախ բարոյական պարտավորություն է, քաղաքական պարտավորություն է, երկրորդն է ռազմավարական ծրագիր է իրականում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար, որովհետև մարդկային ռեսուրսը ամենակարևոր կապիտալն է, որ մենք ունենք։ Գործադիրը հաստատեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը։ Առաջիկա 5 տարին եւս ԲՈՀԿ ղեկավարի Արմեն Մուրադյանը։ ԲՈՀ իրականացնելով կառավարության ծրագրերից բխող միջազգայնացման ծրագիրը կարողացել է հասնել միջազգային հավատարմագրման գործընթացին, որը ստացել է միջազգային համաշխարհային ֆեդերացիայի կողմից եւ արդյունքում փաստացի իր կայուն տեղն է հաստատել միջազգային կոշտ զարգացող շուկայում այս պահին գրանցելով 36 երկրներից 2060 ուսանողներ, կարողացել է ֆինանսական կայունություն ապահովել
առաջի երամսյակով առաջի 100 խոշոր հարկատուների ցուցակում է գրանցվել։ Նշվեց նաև, որ 2025-ին Մադրիդում Բուհան տրվել է որպես համաշխարհային բժշկական կոնգրես անցկացնելու կազմակերպիչ, որը կկայանա 2027 թվականի հուլիսի 8-ից 10-ը Երևանում։ Մայա Խաչատրյան, լուրեր։